Անգլերենի մասնագետ Գայանե Դաբաղյանն իր մասնագիտական հնարավորությունները կատարելագործել է դասավանդելով Միացյալ Նահանգներում։ Եվ փորձեցի հասկանալ, թե ինչպես է օտար մարդը, որի մայրենի լեզուն անգլերենը չի, կարողանում անգլերենը հեշտությամբ ընկալել։ Եվ այդ տարիներին ինձ համար շատ կարևոր նպատակ դարձավ ոչ մի օտար մարդու մասին այդքան հոգատար չլինել, ինչքան լինել հոգատար Հայաստանում ապրող այդ մարդկանց մասին, որոնց համար նույնպես անգլերեն օտար լեզու է։ Միացյալ Նահանգներում ստացված փորձառության շնորհիվ Գայանե Դաբաղյանն անգլերենի ուսուցման նոր մեթոդաբանություն մշակեց, որը կիրառում է մինչ օրս։ Օտարազգիների անգլերենի ուսուցման ամերիկյան չափանիշներն են փոխառել նաև երևանյան New Way ուսումնական կենտրոնում, այստեղի աշխատակիցները ևս պարբերաբար վերապատրաստվում են ամերիկյան մեթոդաբանությամբ։ Մեզ մոտ ուսուցումը լինում է հիմնականում մոտիվացիոն գործոնի վրա, որ ուսանողները իրենք են ընտրում թեմատիկան, որ ցանկանում են տվյալ դասերի շրջանակներում ուսումնասիրեն, այսինքն բառապաշարը հետաքրքրությունները ավելի շատ ծավալվում են տվյալ թեմայի շուրջ, որն է պահպանում է ուսանողի հետաքրքրությունն ու մոտիվացիան մինչև դասերի ավարտը։ Լեզվի ուսուցումը հիմնված է պրակտիկ անգլերենի վրա, այսինքն դասերը հագեցած են դիդակտիվ նյութերով, ժամանակակից ամերիկյան և բրիտանական հաղորդումներ են օգտագործվում, որ օգնում են ուսանողներին ավելի ծանոթ լինել գործող լեզվին։ Հասմիկ Սարգսյանի խոսքով համացանցն իրենց հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով առնչվել լեզվի ուսուցման բնագավառում ամերիկյան նորանոր ձեռքբերումներին և կիրառել դրանք Երևանում։ Գայանե Դաբաղյանն էլ գտնում է, որ անգլերենի լավ տիրապետելն առաջին հերթին բազմակողմանի լրատվությանը ծանոթանալու հնարավորություն է տալիս։ Անգլերեն իմանալը ժամանակակից աշխարհում ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտություն, գտնում է նա։ Աշոտ Պողոսյան, Ամերիկայի ձայն հեռուստահանդես։